Բարդ սիրելի հայրենակիցներ, Ազատ ձայն լրատվականի եթերում Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսելու ենք ընտանիքի մասին։ Բոլորիս էլ քաջածանոթ է, որ ազգի, պետության, հասարակության ձևավորման գործընթացում ամենակարևոր դեր ունի ընտանիքը։ Ցավոք սրտի այսօր խեղաթյուրվել է ընտանիք ասվածը, եւ դա էլ մեզ խանգարում է, որպեսզի իրականացնենք մեր ազգային իղձերն ու նպատակները։ Եվ այսօր հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք խոսել ընտանիքի մասին, մեր նահապետական ընտանիքների մասին, ինչպիսին է դերը կնոջ եւ տղամարդու հայկական ընտանիքում։ Եվ այսօր խոսելու ենք այս ամենի շուրջ պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ներկայացրի, որն է մեր խնդիրը եւ ինչի մասին մենք պետք է խոսենք, եւ անմիջապես ուզում եմ կարծում եմ, որ այս հարցը ձեզ նույնպես մտահոգում է եւ պետք է քննարկենք այսօր հենց այս հարցերը։ Հիմա առաջին հարցը ձեզ ուղղեմ։ Այսօր ընդհանրապես ինչպիսին են ընտանիքները եւ ինչպիսին էր մեր հայկական նահապետական ընտանիքները։ Իրականում ընտանիքի ձևավորումը անցել է մի հսկայական ժամանակաշրջան, ու սկիզբը գալիս է հնագույն մարդու ձևավորման ժամանակաշրջանից եւ նայած թե մարդաբանական խմբերը ինչպիսի պայմաններում են ապրել եւ ինչպիսի հարաբերություններ է ձևավորվել նրանց ներսում, դրա հիման վրա էլ ձևավորվել են տղամարդու եւ կնոջ տարբեր տեսակի դաշինքներ։ Ընդունված է այժմյան դասական պատմագիտության մեջ, որ սկզբնական շրջանում եղել է խառը ամուսնությունների շրջան, հետագայում տարբեր ցեղեր կանանց իր տվել է մեկ այլ ցեղի նրանց որպեսզի արյան ներսում խառնում չլինի եւ դրանով փաստորեն իբր թե խնդիրը լուծվել է։ Իրականում կա մի շատ կարեւորագույն հարց։ Ինչպես եւ կենթանական աշխարհում գիտենք կան կենթանիներ, որոնք խմբակային ամուսնություններ են կամ հարեմային, ասենք գորիլաների մոտ, որքան էլ մեծ լինի հոտը, միևնույն է արուն մեկն է, իսկ բոլոր էգերը պատկանում են այդ գորիլային։ Կան կենթանիներ, որոնք միայն եւ միայն ուրեմն մեկ արու եւ մեկ էգ են ապրում միասին, նույնիսկ գիտեք կա արագիլի պատմությունը, որ նրանք ամբողջ կյանքում լինում են միասին եւ փաստորեն չեն դավաճանում մեկը մյուսին։ Իրականում մարդկանց մեջ նույնպես պետք է նշել, որ գոյություն ունի այս բաժանումը։ Լեռնային շրջաններում, հատկապես հայկական լեռնաշխարհում, որտեղ պայմանները խիստ դժվար էր եւ բնական է, որ մարդը որպես խմբակային ապրող էակ պետք է մարդկային խումբը ապրեն միասին, սակայն ուրեմն դաժան պայմանները, կտրվածությունը, լեռները, նաև սկզբնական շրջանում սառցադաշտերի եւ ցրտի գոյությունը ստիպել էր, որպեսզի Հայաստանում բնակվող մեր նախահայրերը, նախնիները շատ վաղ ձևավորեին ուրեմն մեկ արու եւ մեկ էգից կազմված ընտանիքը, այսպես կոչված դասական ընտանիքը, ի տարբերություն ասորիքի, նաև սկզբնական շրջանում միջագետքի Աֆրիկայի, որտեղ ավելի շատ խմբակային ամուսնություններ տարածված եւ ավելի հզոր հետագայում այդ հզորությունը հաշվում էր ունեցվածքով հզոր արուները հավաքում էին իրենց հարեմներ եւ փաստորեն ձևավորվեց հարեմային ուրեմն այդ միավորումները։ Ես չէի ցանկանա խոսել այդ հարեմը որպես ընտանիք, որովհետեւ մի անճարեղ հոգեբան նշում է, որ հարեմում ծնվում են միայն եւ միայն կամ ստրուկներ կամ բռնապետներ, որովհետեւ դա ընտանիք չէ եւ չկա ընտանեկան դաստիարակություն։ Սակայն կուզենայի նշել, որ Հայաստանում հատկապես վերջին տարիներին տարածվող այդ խոսակցությունները, որ ճիշտ կլիներ, որ հայերն անցնեին բազմակնություն եւ դրա շնորհիվ մեր թվաքանակն աճեր, դրանք չունեն որևէ գիտական հիմք, որովհետեւ մեր տեսակին հատուկ է միայն եւ միայն դասական հայկական ընտանիքը սուրբ երրորդության վրա ձևավորված ընտանիք, այսինքն տղամարդ, կին, երեխա երանկյան սուրբ երրորդության վրա, ուրեմն ձևավորված է հնագույն սեմիտական ընտանիքի մոդելը, որտեղ ուրեմն նոր ստեղծված ընտանիքը առանձնանալով կտրում է իր կապը, այսպես կոչված հայերեն ասած օջախից կամ մեծ ընտանիքից։ Դրա հիմքը շատ լավ երևում է Աստվածաշնչից։ Երբ Դավիթի տղան
բռնաբարում է Դավիթի աղջկա տարբեր մայրերից եւ մի հորից եւ աղջիկը որպես փաստ բերում է այն, որ թող տղան ասի Դավիթին եւ Դավիթը անպայման նրան կզիջի եւ իրենց կամուսնացնի իրար։ Այսինքն արյունակցական կապը հասցում է մինիմալ աստիճանի, որի հետևանքներն, ասենք, Եվրոպայում բազմաթիվ են, երբ ասենք խորթայրը բռնաբարում է աղջկան, հիմա տարածված է նաեւ հակառակ երևույթը, երբ մայրերն են բռնաբարում, նույնիսկ նաեւ արյունակից կապերը։ Այսինքն այդ երևույթը երևում է ընտանիքի ոչ ամուր, ոչ հոգևոր եւ ոգեղեն գաղափարական հիմքեր ունենալուց։ Ասեմ, որ դա գալիս է հնագույն ժամանակներից, ասենք շատ են խոսում այն մասին, որ Եվրոպայում կնոջը բարձրացրել են, ասենք գոյություն են հատուկ պոետներ, տրուբադորները, որոնք գովերգում էին կնոջ գեղեցկությունը, կնոջ սերը, բայց ցանկացած մարդ, եթե նայի այդ տրուբադորների հայրենիքին Ֆրանսիային, կտեսնի, որ այդ երգից հետո հողատեր ֆեոդալը նոր ամուսնացած կնոջը բերում էր, 2 ամիս հետո փակում էր բանտում, որովհետև իրան ոչ թե կին էր հետաքրքրում, այլ նրան բերված օշի թողը։ Էլ չեմ խոսում, ասենք, արևելքի, կոշտ արևելքի մասին, որտեղ կին ընդհանրապես խաղալիք էր եւ արփու վաճառքի արդյունք, այլ միանգամից ուզում եմ անցնել մեր նահապետական ընտանիքին, օրենքներին, օրինաչափություններին, որի վրա ձևավորվել էր այդ հայկական նահապետական ընտանիքը։ Առաջ ինչ է նշանակում նահապետական ընտանիք։ Արյունակից մարդկանց, մերձավոր արյունակից մարդկանց միություններ, ասեմ, որ ընդհանրապես բոլոր հնդեվրոպական ժողովուրդները անցել են այդ նահապետական փուլը, բայց ասենք գերմանացիների մոտ, կելտերի մոտ շատ արագ քայքայվեց նահապետական ընտանիքը եւ փաստորեն եվրոպական պատմաբանները դա կապում են այսպես կոչված դասակարգային հարաբերությունների ձևավորման հետ։ Հայաստանում նահապետական ընտանիքը շարունակվել է, եթե չասենք տասնյակ հազարավոր, իրականում տասնյակ հազարավոր տարիներ, ապա հազարավոր տարիներ եւ ասենք Սասունում, Բարձրհայքում եւ այլ վայրերում նահապետական ընտանիքները պահպանվեցին մինչեւ 1915 թիվը, այսինքն դրանք շատ կայուն համակարգեր էին, որոնք կար տիեզերական օրենքներն օրինաչափություններ։ Ոչ թե տղամարդու եւ կնոջ իրավունքները հավասարեցված էին իրար, կամ այսպես կոչված պաշտպանվում էր երեխայի ինքնորոշման իրավունքը, ոչ, ամեն մեկն ուներ իր իրավունքները, որը գալիս էր բնական օրինաչափություններից։ Ուրեմն ընտանիքը պետության, հասարակության հայլին առաջին հերթին, ոչ միայն հենարան, այլ նաև հայլին։ Եվ ինչպես պետության մեջ գոյություն ուներ հայր արքան, որը նաև քրմապետն էր, այսինքն իրականացնում էր հոգևոր պահանջմունքներ, այնպես էլ, ասենք, ընտանիքի նահապետը համարվում էր ընտանիքի քրմապետը եւ իր գործունեությունը սկսում էր առաջին հերթին հիշելով տոհմի նախնիներին, զոհեր մատուցելով նրանց, զոհեր մատուցելը չի նշանակում մեծ մատաղալը, այլ ասենք մի կտոր հացի փշրանք էր գցվում օջախի, այսինքն սրբազան կրակին եւ ասենք մի բաժակ գինի, այսինքն մշտապես հիշվում էր եւ դա շատ կարեւոր է, երբ ընտանիքում երեխան մեծանում է եւ նկատում է, որ իր ընտանիքում հարգված են իր նախնիները եւ փաստորեն այդ հարգանքը կրտսերի եւ ավակի միջև ձևավորվում է ոչ թե ցուցադրական խոսքով, դասիրակ, այլ փորձով, օրինակով, որից հետո նահապետը փաստորեն բոլոր հարցերի լուծողն էր, նա արքան էր, տերը այդ ընտանիքի։ Տիրոջ հասկացողությունը պետք է ընկալել առաջին հերթին պարտականությամբ, այսինքն հայրը պարտավորություններ ուներ ամբողջ ընտանիքի նկատմամբ, որից հետո իհարկե պարտականությունների քանակությամբ ձևավորվում են նաև նրա իրավունքները։ Հռոմեական, լատինական ընտանիքում ցավոք սրտի այլասերվեց, երբ ասենք հայրը իրավունք ուներ իր երեխային 3 անգամ վաճառելու ստրկության։ Այդպիսի բան, այդպիսի երևույթներ հայկական ընտանիքում երբեք չի եղել, որովհետև ասում եմ երեխան նույնպես ուներ
տիեզերական օրինաչափությամբ իրեն տրված իրավունքները, ուրեմն ընտանիքները մտնում են համայնքի մեջ եւ ընտանիքի նահապետը նաեւ ընտանիքի շահերի պաշտպաններ համայնքում նա իր որդիների հետ իրականացնում էր տնից դուրս գործունեությունը, այսինքն մշակում էր իր հողը, պահում էր անասուններին, զբաղվում էին արհեստներով եւ այլն, որով ապահովում էր իր ընտանիքի գոյությունը։ Եվ այդ կողմից ես միշտ եմ ասել, Հայաստանում ամենաշատ ոտնահարվել է հայ տղամարդու իրավունքը։ Հայ տղամարդուն զրկել են ընտանիքին կերակրելու, ընտանիքին պահելու առաջին հերթին իրավունքից, ոչ թե պարտական, իրավունքից, որի հետևանքով հայ տղամարդու ձեռքից նաև խլվել է ընտանիքի հայր, տեր եւ ղեկավար լինելու իրավունքը, որի հետևանքները հիմա երևում են շուտով ավելի շատ կերևան, եթե շարունակի։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ գերդաստաններով են ապրել, այսինքն մի ընտանիքը 50-60 հոգի է եղել, հայրը իր բոլոր երեխաներով, տղաներով, թոռներով, ծոռներով, ինչպես են համակարգել այդ ամենը, եթե այսօր նույնիսկ երկու եղբայր չի կարողանում միասին ապրել, գոյատևել։ Երբ որ ասենք ձեր ասած օրինակով իրար մոտ ապրում են երկու եղբայրներ եւ ասենք մեկի կինը կանչում է իր երեխային եւ կոնֆետ է տալիս ու ասում է գիտես գնա այնտեղ կեր էլ չունեմ որ բոլորին տամ հավատացեք ինձ նա ստորագրում է լավագույն դեպքում իր ծերանոց գնալու թուղթը որովհետեւ այդ երեխան մեծանալու է էգոիստ ինքնասեր եւ վաղը չի հարգելու իր հորը իր մորը էլ չեմ խոսում հորեղբոր կնոջ եւ այլն իսկ ասենք հայ նահապետական ընտանիքում գոյություններ այսպիսի մի հասկացություն մեծ մայրիկ այսինքն ընտանիքում որտեղ ոչ միայն 50-60 լինում է մինչև 70-80 ասենք Սասունում Պետոյանց այդ Վարդան Պետոյան ընտանիքում կար 72 անդամ 1915 թվականին եւ եղել է 7 օրորոց նույն իրենց գյուղում ապրող Օսենց տոհմը ունեցել է 75 անդամ այդ ընտանիքում եւ այդ պայմաններում ավակ ուրեմն հարսը բոլոր երեխաների համար համարվում էր մեծ մայրիկ նույնիսկ երբ որ այդ երեխաները դառնում էին հասուն տղամարդիկ միևնույնն է իրենց տան մեծ հարսիկին մեծ մայրիկ էին կոչում եւ հարսերը ունեին իրենց իրավունքները ունեին իրենց պարտականությունները աշխատանքի բաժանումը եւ որևէ հարս չէր կարող որևէ երեխայի զանազանել մյուսներից եւ ընտանիքը որովհետեւ կար աշխատանքի նորմալ կանոնավոր բաժանում եւ ամեն մեկը ուներ իր տեղը բնական է որ չէր կարող լինել նաեւ հակասություններ ասենք այդ նահապետական ընտանիքում երբեք չէր կարող պատահել որ կիսուրը ձայն բարձրացներ եւ նկատողություն աներ որևէ հարցի դրա համար կար մեծ մայրիկը եւ նա դիմում էր միայն մեծ մայրիկին որ գիտես այս աղջկա արածը գեղեցիկ չէ եւ այդ հարցերը այսպես կոչված ժողովրդավարական սկզբունքով լուծում էին իրենց հարցերը եւ բնական է որ չէր կարող այդտեղ լինել հակասություններ Այսինքն կնոջ իրավունքները ամբողջությամբ պահպանված են եւ պաշտպանվում են մեր նահապետական ընտանիքներում անպայման ասեմ ձեզ որ կնոջ եւ տղամարդու իրավունքների հավասարության մասին իրականում տեղի է ունենում կնոջ իրավունքների բացարձակ ոտնահար տեսեք տղամարդու զրկել են ու ամբողջ աշխարհում զրկել են ընտանիքի գլխավոր հայր լինելուց կնոջ վրա է դրվել նյութական ապահովման խնդիրը նա հիմնականում սկսել է վերածվել միայնակ մոր որի հետևանքով ամբողջ այդ երեխայի դաստիարակություն կրթում իսկ եթե նա պետք է աշխատի նաև նշանակում է չի կարողանալու դաստիարակել Այսինքն հենց համակարգը այդտեղից էլ աղավաղվում է դրանից հետո հիմա բացահայտ տարածված երևույթ է բանակներում կանանց մտցնել այսինքն նաև հայրենիքի պաշտպանության գործը դրված է կնոջ վրա նաև որքան էլ սարսափելի է
կնոջ կանանց նաև իբր թե ազատության անվան տակ, ազատ սիրո անվան տակ ենթարկվում են նաև այսպես կոչված այդ գրեիք բառով սեքսուալ շահագործման։ Երբ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ստատիստիկ տվյալներով Ամերիկայի կանանց 40%-ը ըստ պաշտոնական տվյալների գոնե կյանքում մեկ անգամ տղամարդկանց կողմից ենթարկվել են սեռական բռնության։ Այսինքն նշանակում է այս բոլորը ցույց է տալիս, որ այդ հավասարեցումը բերում է լրիվ այլ ինչ։ Ինչպիսին էր Հայաստանում, հայ կինը ուներ բացարձակ տնտեսական նաև, ընտանիքում իր կարևորագույն տեղը, ասենք կնոջ օժիտը չէր պատկանում ընտանիքին, այլ կնոջ սեփականությունն էր եւ կինը իրավունք ուներ տնօրինելու իր օժիտին բացարձակ այնպես ինչպես ցանկանում էր, սա առաջին հերթին։ Ամուսնության բացակայության դեպքում նաև համայնքում ընտանիքը ներկայացնում էր կինը, որովհետև համայնքի ընդհանուր ժողովում մեկ ընտանիք մեկ ձայն սկզբունքով էր գործում եւ փաստորեն կինը նաև այդ կողմից որպես ընտանիքը ներկայացնող նա իրավունք ուներ ներկայացնելու։ Դժբախտության դեպքում ամուսինը մահանում էր, կինն իրավունք ուներ երկրորդ ամուսնության եւ դա մշակված էր մանրամասը։ Երիտասարդ հարսը դիմում է իր այսպես կոչված տեգրին, տեգրը դա ընտանիքի երիտասարդ չամուսնացած տղան էր, ու ասում էր, որ ինքը այս խնդիր ունի, նրա կեսրարը վերցնում էր իր հարսին եւ ժողովրդի մեջ մնացած խոսքար տանում էր դարձ անվերադարձ։ Գնում եւ աղջկա օրն ասում է, որ գիտեք, ձեր աղջիկը ցանկանում է ամուսնանալ, որից հետո ամուսնության սեղանի շուրջը նրա նախկին կեսրարն ուներ ամենապատվավոր տեղ, վերադարձում էր օժիտը, նաև անպայման իր ընտանիքից, որովհետև նա իր աշխատանքով բարիքներ էր ստեղծել, պարտադիր բավականին մեծ քանակությամբ, բայց ոչ իհարկե անշարժ գույք, շարժական գույք, դա կարող է լինել անասունի տեսքով, դրամի տեսքով, տրվում էր, միացվում էր օժիտին։ Ոչ մի դեպքում երեխան չէր համարվում հորը կամ մորը։ Երեխան համարվում էր տոհմինը, ընտանիքինը եւ մայրը կամ տղան, եթե ինչ որ պատճառով հեռանում էր, երեխան մնանում էր ընտանիքում եւ փաստորեն մինչեւ 1894 թվականները, մինչև մեծ ջարդերը Հայաստանում չի եղել ընդհանրապես որբ հասկացողությունը, որովհետև երեխայի տերը ընտանիքն էր, ամբողջ ընտանիքին նույնիսկ ոչնչացման դեպքում տոհմ էր։ Այսինքն չէր կարող այդպիսի բան լինել։ Հարսերը նորից ունեին իրենց մեծ իրավունքները, չնայած ենթարկվում էին իրենց կիսուրին, սակայն ունեին իրենց իրավունքները նահապետական ընտանիքի ներսում։ Ոչ ոք չէր խառնվում ամուսնու եւ կնոջ ներքին գործերին, նրանք ունեին իրենց ինքնուրույնություն, իրենց խնդիրները, որոնց լուծումը տրվում էր միայն եւ միայն նրանց։ Այս բոլորը, նաեւ այն, որ ասենք Սասունում դա կոչվում էր օսիատ։ Օսիատի հասկացողություն կար կտակի, երբ որ բանավոր կտակ էր անում կինը եւ այդ նրա վերջին կամքը պարտադիր էր ամբողջ տոհմի համար, եթե իհարկե դա չէր խախտում ամբողջ ընտանիքի հիմնական օրենքներն ու օրինաչափությունները։ Այսինքն դա նաև կինը որպես ավելի զգացումային եւ որ հայերը գտնում են, որ այդ հատկապես մահվան պահին նա շատ ավելի մոտ է Աստծուն, Արարչին, նրա խոսքը համարվում էր սրբազան եւ նրա կամքը պարտադիր պետք էր կատարել։ Պարոն Կարապետյան, ես դες ուզում եմ ուղղել վերջին հարցը, այդ դուք ասում եք, որ այն ժամանակ կնոջ տղամարդու հարաբերություններում ոչ ոք չի խառնվել, նրանք իրենք անձնապես քննարկել են իրենց բոլոր հարցերը, սկեսուր հարց հարաբերությունները նույնպես կայուն են եղել եւ որոշակի օրինաչափություններով են առաջ գնացել։ Այսօր այդ ամենը խեղաթյուրված է։ Հինը ինչպես կարող ենք բերել այդ հնի արմատները, ինչպես կարող ենք վերականգնել։ Նահապետական ընտանիքի քայքայումը մի կողմից տեղի ունեցել արհեստական ձևով, ասենք արևելյան Հայաստանում նահապետական ընտանիքը շատ ավելի արագ քայքայվեց, որովհետև ցարական Ռուսաստանն էր ամեն ինչ անում, որպեսզի այդ քայքայվեն, հզոր տնտեսական միավորները չլինեն եւ իրականում այդ գաղութացումը, շահագործումը լինի ավելի հեշտ։
Բայց մյուս կողմից էլ իհարկե նահապետական ընտանիքները հին ձևով քայքայումը ուներ, այսպես կոչված, օբյեկտիվ պայմաններ, որտեղ կյանքի արագացումը, բնակչության խտացումը, հատկապես քաղաքային բնակչության աճը պետք է հանգեցներ նահապետական ընտանիքների քայքայմանը։ Բայց այժմյան պայմաններում, երբ առաջնային սոցիալական խնդիրներին ամբողջ աշխարհում սկսում են գրավել արյունակցական կապերը, համաէթնիկական, համազգային խնդիրների լուծումը, զգացում է, որ նաև նահապետական ընտանիքների վերականգնման անհրաժեշտությունը կա։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք առաջին հերթին հասկանանք, որ ընտանիքը դա պարզապես տունը չէ։ Հայերը ընտանիքին կոչում էին օջախ, տան, սրբազան կրակներ, որ ասացինք, որի կողքը կանգնեցում էր նախնիների արձանները կամ այնտեղ դրվում էր տան սրբությունները, օջախը ավելի շատ հոգևոր հասկացողություն էր։ Այժմյան պայմաններում բավականին դժվար է, չնայած ցանկալի է ու հիմա էլ գոյություն ունեն, երբ ասենք 3-4 եղբայրներ ապրում են միասին, բավականին լավ կարողանում են հարաբերություններ պահպանել իրենց ընտանիքներով, մի եղբայրը չի նստում սեղան, մինչև աշխատանքի չեն գալիս մյուսները, բայց համատարած որպես երևույթ, բնական է, որ այդ ընտանիքները պետք է գոնե որոշ չափով իրարից հեռու ապրեն, որովհետև այժմ տնտեսական ընդհանրություններ չկան, բայց պահպանվել է օջախի հասկացողությունը, երբ ասենք տոն օրերին բոլորը հավաքվում են իրենց հոր, մոր տունը, որը ի տարբերություն նրանից առանձնացած ընտանիքների կարելի է կոչել օջախները, որը ավելի բարձր հասկացողություն է, քան տներն ու ընտանիքները։ Այժմյան պայմաններում, երբ ինտերնետային կապը, հեռախոսային եւ այլն, նաեւ տնտեսական կապերը խիստ շատացել են, երկրագունդը փոքրացել է, չկա որևէ դժվարություն, որ ասենք մի եղբայր անգամ ապրի Ֆրանսիայում, մեկն ապրի Ամերիկայում եւ աշխատեն միասին։ Պարզապես պետք է նորից հիշել, որ օջախի հիմքը, օջախը որպես համակարգ, որպեսզի գործի ամբողջական, անհրաժեշտ է, որ նա հենված լինի Սուրբ Երրորդության վրա, այսինքն նյութականը, այսինքն ամբողջ այդ ընտանիքները օջախի գլխավորությամբ ունենան տնտեսական շահեր ընդհանուր, կարողանան մեկը մյուսի գործը լրացնել կամ դնել միևնույն տեսակի գործ, պետք է ունենան հոգևոր ընդհանրություն, այսինքն հիշեն իրենց նախնիներին, կարողանան պահպանել ավանդույթները եւ ունենան ընդհանուր ոգեղենինք, այսինքն մտավոր հիմք, այսինքն ունենան միևնույն ձգտումները, միևնույն գաղափարները եւ այս դեպքում հավատացեք մենք այդ ընտանիք, նահապետական ընտանիք հենց Սփյուռք Հայաստան խառը ընտանիքների օջախների ձևավորումով մենք կարողանանք այս սարսափելի համահարթման, այդ գլոբալիզմը, որտեղ իրականում համահարթման պայմաններում ձևավորել մեր նահապետական ընտանիքները, որի վրա էլ խիստ հզորացնել հայ ազգին եւ նորից կանգնեցնել առաջին, եթե ոչ առաջին, ապա գոնե առաջինների շարքում ազգերի մեջ։ Շատ շնորհակալություն, կարծում եմ մենք դեռ ընտանիքին անպայման կանրադառնանք, որովհետև շատ հարցեր դեռևս մնացին չքննարկված։ Սիրելիներս, այսօր այսքանը, հիշեցնեմ, որ հայագիտական Ձայն Արարատի հաղորդաշարն էր եթերում, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։